Դե ինչ, ես վերջապես պատրաստ եմ, որ հանեմ այս տեսանյութը։ Ես ուզում եմ այս տեսանյութը նվիրեմ նրան, թե ոնց ենք մենք իրականացրել վերանորոգումը մեր տան մեջ։ Շատ երկար էտապ է, բայց ես գիտեմ շատերի մոտ ավելի երկար է տևում, բայց մենք որոշել ենք այս սա հարցը երևի 4 ամսվա մեջ եւ տեղափոխվել ենք։ Բայց ուզում սկսեմ հենց ամենասկզբից, թե ոնց ենք մենք ընտրել այս տունը։ Մեր համար շատ կարևոր է, որ մեր տունը կպած լինի քաղաքին, ավելի ճիշտ գյուղը, որը մենք ընտրել ենք, կպած լինի քաղաքին, որովհետև մենք քաղաքում ենք աշխատում եւ մեզի դա շատ կարևոր է։ Հա, մենք տարբեր գյուղերով քշում ենք եւ տենում ենք, թե որտեղ է կախազոր ծախում են, կամ ինչ որ մեկը մի հատ ինֆորմացիա գիտի, թե ինչ տուներ են ծախում, եւ տեսանք այս տունը։ Մոտիկացան, գրած էր վաճառվում է, մենք զանգեցինք այդ համարով եւ մեզ պատասխանեց ռիելտորը եւ ինքը իրան չէր հետաքրքրում, թե մենք ուզում ենք առենք թե այդ տունը թե չէ, ինքը ուզում էր մեզի առաջարկել մի ուրիշ տներ։ Այս տունը չէր ուզում ծախեր ու չէր ուզում գար, որ ցույց տար, ոբշեմ, չգիտեմ, ոնց որ ինքը не заинтересован էր։ Բայց մենք մի քիչ մանեկանք, ուզում ենք ներս մտնենք, բայց մեզ չեն կարա թույլ տային, որ մտնենք ուրիշի հայաթ, եւ մեզ մոտիկանում մի կին, պարզում է, որ ինքը ստեղ հարևանն է, եւ այս տունը իրան է պատկանում, ինքը մեզի կանչեց ներս, ցույց տվեց, եւ իհարկե այս տան մեջ չկար ջուր, չկար կանալիզացիա, գիտեք, լիքը բաներ չկար, բայց մեզ ձեռ էր տալի հենց տեղը, որտեղ գտնվում է, եւ գինն է մեզ ձեռ տալի եւ կարող եմ ասեմ, չգիտեմ, սիրտներս կպել է, ուրեմն էսի մեր տունն է, մենք տենց ուզում ենք։ Մենք իրանց խնդրեցինք, որ մի ամիս սպասեն, որ մենք գումարը հավաքենք, որ կարողանանք տանք ու գնենք այդ տունը։ Եվ մի ամիս անց մենք վերջապես հավաքեցինք մեր ուզած գումարը, տվեցինք եւ ստացանք տուն։ Ուզում ասեմ, որ տուն գնելը դա երևի ամենահեշտն է, ինչ մենք կարող ենք անենք։ Հետո սկսվում է ամենադժվարը վերանորոգումը, ռեմոնտ անելը ու так дальше։ Ամենառաջինը ինչ մենք արեցինք այս տան մեջ, մենք կանչեցինք մի հատ տղա, ինքը կտրեց բոլոր ծառները հին էին, արդեն բերքը այդքան էլ մեզի, մեզի պետք չէ այդ բերքը, որովհետև մեզի պետք է տարածքը պետք։ Իսկ այդ հին ծառերը մենք ուղղակի կտրել տվեցինք ու դեն շպրտանք, մի քիչ ծառներ թողեցինք իհարկե խորովածի համար, հետո կօգտագործենք։ Ցույց տամ վիդեոներ, թե ոնց է այդ ամենը կատարվել ու ինչ էտապներ ենք մենք արել։ Վիդեոն կիսելու եմ մի քանի մաս, մի հատ տեսանյութի մեջ չի տեղավորվի, թե ինչ ենք մենք արել սաղ իրար հետ, որ չհոգնեցնեմ, որ կարողանամ ես ինքս պատրաստեմ այդ վիդեոն, որովհետև շատ դժվար է։ Կկիսեմ երևի մի 3 մաս եւ առաջին մասը դուք տեսնում եք արդեն, հույսով եմ կսարքեմ երկրորդն եւ երրորդն էլ։ Գնացինք։ Այս ծառը շատ մեծ է, շատ բարձր է եւ մենք իրան թողեցինք ամենավերջում, մեզի տանձի ծառը, մեզի տանտերը գովում էր, թե լավ բերք է տալի, բայց մենք կտրեցինք, գցանք ու վերացրանք այդ ծառը։ Մեր մյուս քայլը դա ջուր քաշելն է, մեզի շուտ քաշեցին ջուր, ընդամենը երևի մի 3 օրում ես զայբլենյա գրեցի, եկան սարքեցին։ Մյուս քայլը իհարկե կանալիզացիան եւ ջուր քաշել տունը։ Մենք առանք սենց տրուբեկ, ինչ մատերիալ մեզ ասցին, մենք գնեցինք, բերանք եւ տղեկը շուտ տեղադրեցին։ Ասեմ, շատ շուտ այդ ամեն ինչ արան, բայց իհարկե մի քիչ թանկ նստեց մեր վրան, բայց կարևորը որ սա լավ արեցին։ Мы будущий багнит на закаранеллу. Канализационка. Все пока что в работе. Так, сидишь на наш кранчик на. Сермер ямы на. Бомба. Школа? Якая, короче? Ну, тасерку Куба. Ծառները կտրել, մտրել ենք, այստեղ լնելու է դուր, ստեղով տուն ենք մտնելու, իսկ ընդ է փողոցն էլ արդեն, դուց գալիս ենք, ստեղ մտնում ենք, ավտոյով գալիս ենք ու մտնում ենք,
Так, մենք վերցրել ենք լապատկիկ, գրաբլիներ, ու պետք է մի քիչ աշխատենք, ես եկել եմ սիրուն կոշիկներով, սենց կաբուկչիկը կա, վերցրել եմ շաուրմա, հեսա մենք մեր տան մեջ ուտելու ենք, հաց ենք ուտելու, Первый кусь в нашем доме. Мама, ой, так. Здесь сырный. Ой. Դե ինչ հաց կերանք ուրախացանք, հիմա անցնում ենք գործի, ստեղ մի հատ փեջ կա, ավելի ճիշտ այս տան մեջ 2 հատ փեջ կա, այս փեջը մենք վերացնում ենք և ոնց տեսնում եք վիդեոյի մեջ շատ լիքը աշխատանք ենք արել։ Короче, մենք մենակ փեջը ջարդենք, հիմա սաղ պատը ջարդեցինք։ Չէ, դե դա բալկի։ Դա միսած ժուժուժուկ։ Yo. Սենտերլի ինչ ենք արել սր։ Ձորնել սաղ մրոտը։ Փեջը քանդել ենք, հետնել պատն ենք քանդել, այստեղ կլինի մեր բաղնիքը, մեր կուխնը։ Ստեղ սենյակ, այ։ Сейчас потолок и сюда. Можно. Մեր դեմոնտաժը շարունակվում է, սաղ տան մեջով գնում է տրուբեկը, որ տաքացնում է տունը, մենք այդ ամենը սաղ կտրատում ենք, հանում ենք, դա մեզ էլ պետք չի։ Մեկ էլ մենք պիտի բոլոր պոլերից ազատվենք, դրանք էլ մեզի պետք չեն, որովհետև մենք ծածկելու ենք բետոնով և տաք պոլա լինելու հետո։ Հերթը գազվի կատյոլինը մենք ստեղ ընտրում ենք և գնում ենք։ Աշխատողները մեզ գրել են նյութերի ցանկ և մենք գնացինք ու պատվիրեցինք ինչ մեզ պետք է մեր տան համար։ Ամեն ինչ մեզ պատրաստել են և մեքենայով կբերեն։ Զուգարան ընդեղ դժորցենք, դուշավոյներն են վերցրել սև գույնին, իհարկե մենք առանց սև գույնի չենք կրապրենք։ Այս տան մեջ լիքը անպետք և հին կաղույքներ կան և մենք իրանցից ազատվում ենք, քանդում ենք ու շպրտում ենք։ Մենք տեղ ենք ազատում, որ տեղադրենք մեր նյութերը, սանտեխնիկայի համար և ինչ պետք է, ոբշեմ։ Դուք կարաք տեսնեք, թե ինչքան մեբել ենք մենք շպրտել, էսի համ մեբելն է, համ հատակն է, որը մենք դեմոնտաժ ենք գցել ենք, ոբշեմ, սենց բան։ Եվ հետո այդ նույն օրը մեզ եկավ արդեն մատերիալները, դրանք այնքան շատ են և մենք մի հատ պետք է տանենք ներս։ Էդի շատ դժվար է, շատ ենք հոգնել ու չենք պատկերացնում, որ տենց դժվար կլիներ, բայց մենք վերջապես մի հատ տարանք։ Չհասցրեցինք մի հատ մեքենան ազատենք, եկավ արդեն մյուս մեքենան էլ մեզ սանտեխնիկեն բերավ։ Ոբշեմ, մենք այդ օրը չգիտեմ, շատ հոգնած ենք մեր ձեռները, ոնց որ մեզ տպարություն ոնց որ մենք մարզվում ենք և չգիտեմ, շատ դժվար էր և մեր վիճակը վերջում կտեսնենք, որ մենք մի հատ սաղ պետք է տանենք ներս։ Ես ու Ստյոպան։ Так, друзья, на данном этапе нашей стройки внутренних работ дома завезли стройматериалы. Одна комната, вторая комната стройматериалов. Тут у нас стройматериалы, в общем, везде
Вот эти все материалы нужны, чтобы облагородить вот эти 2 комнаты. В общем, кухня тут будет, тут коридор, туалет, ванна. Вот такой формат. Двери тоже будем менять. В общем, вот это вот 30 квадратов. Нам вот эти все материалы запхнут в стены, в полы. В общем, покажу, что к чему как. Дальше больше. Так, вот уже Аспик уже сидит, отдыхает. Пришла чисто, аккуратно. Сейчас уже в таком рабочем, нормальном состоянии, как и я. Вот такие будни на сегодня у нас, друзья. В общем, подготовка уже к ремонту началась. В общем, скоро будем уже внутреннюю работу уже делать со следующей недели. Дальше больше. Дивіться, бачите, як в мене забруднилася куртка, але в мене є запасний план. Є серйозно нормальний? Да, значить, ми робимо ось так. Так, ось так. Ось так. И рабочая куртка превращается в выходной. 2, 1. І опа. Я в чистій куртці. Все, и ничего не робила, ну почти. Трошки чисто. Քանի որ մեր լույսերը հաճախակի անջատում են ու կարող է լինի 6-8 ժամ առանց լույս, մենք որոշել ենք գնենք գեներատոր։ Եվ գտանք հարմար գնով եւ հերիքի ուժը, որ աշխատողները միացնեն իրենց ինստրումենտները եւ աշխատացնեն։ Գիտեք, մի պահ եղավ, երբ սկսեցին լույսերը տալ, մենք ուզեցինք հետ տանք այս գեներատոր, բայց լավ հետ չտվեցինք, որովհետեւ հետո նորից սկսան անջատել մեր լույսերը։ Եվ հիմա ինքը մեզ ուղակի փրկում է։ Հետո մենք գնացինք խանութ, որտեղ որ պատվիրեցինք մեր ապագա սենյակների դռները։ Ոնց տեսնում եք, ստեղ կային լիքը տեսականի սիրուն դռներ, մեկը մյուսից լավը, բայց մեր ընտրությունը կայնեց սպիտակ մաքուր դուռ եւ ավելացրեցինք սև ռուչկեկ։ Այդ ժամանակ մեր տան գործերը արդեն ուղակի եռում են, տղեկ անցկացրել են բոլոր սանտեխնիկայի, կանալիզացիան, ջրերը, ամեն ինչ անցկացրել են եւ պատրաստում են ծածկեն մեր հատակը, լինելու է տաք պոլ եւ ոնց տեսնում եք վիդեոյի մեջ արդեն գործը արած է, ծածկում են բետոնով ու սպասում ենք մինչեւ չորանա։ Մենք քայլում ենք ժողովուրդ տանով տունը մեր տունը մեջ քայլում կողմին արի Դավիթը թանք քոսենյակ քոսենյակն էսի էսի մեր դռներն է դվայնոյ դռները լուսամուտներն են էսեր կորը պետք է դնեն Прозрачный дырнет. Дальше էսի բետոնը ինք արդեն չորացել է ուй Հա, մենք ինտերնետել ունենք ես աստեղ, так, si դուր աստեղնելու, աստեղ դուր ալնելու, այսպես դուր ալնելու, տուդա, նայք, սիրուն ձմերը նկարել է, իրա, բանը տնվում եք զորները, Հենց ամենասկզբից մենք որոշել ենք, որ մեր տան մուտքը լինելու է հետևից եւ դրա համար մենք պետք է քանդենք այս լուսամուտը եւ անենք մեծ ծակ։ Այդ առաջադրանքը հեշտ չէ եւ մենք լավ չարչարվեցինք այս պատը քանդելով։ Ոնց տնում եք վիդեոյի մեջ, թե ինչ մեծ քարերով է սարքած տունը, սա կոչվում է ռակուշնյակ, ոչը մենք մեր հետ վերցրել ենք Դավիթին։ Ինքն էր մեզ օգնում, մեկ էլ ուզում ավելացնել, որ շատ ցուրտ էր, բայց ոնց տեսնում եք, վերջապես մենք քանդեցինք եւ սարքեցինք ծակ եւ մենք շատ ուրախ ենք, հիմա ստեղ լինելու է մուտք։ Բարի գալուստ մեր տուն, մենք ծակ ենք արել էքսենց։ Էսի մեր դուրն է լինելու։ Այսքան կիրպիչ ենք հանել քանդել։ Так, էսի էսենց տեսք։ Դրսից հանգնում եմ մամա ջան։ Ֆու։ Սենց է պետք անել։ Չիքս։ Չիքս։ Շատ սիրակալի։ Մեր աշխատողները արդեն եկել են, հեսա գտնեն մեր դռները ու լուսամուտները, հազիվ հազ, հեն են, հազիվ։ О, ты супер, Жанна. Ну, Та-дам! а у нас тут такое. Всё. Да.
Всё. Сколько? И эсэл. Մեզ դուրն ամեր լինելու ուրավ ամեր կլուչիկներս ծե օպա դնում են վերջի լույսամուտը ու հետո անցնելու են դրներ են վերջի լույսամուտն ամենացը Так, մեր հին դուրը այստեղ է Ստեսենյակը լինելու փակվելու է դուրը իհարկե եւ մեր հազարդները լինելու են ստուց Ստեղ զիբիլա ընդուց ուրիշ տեղից զիբիլը բերում եմ ստե որ վաղը պետք է գան այս զիբիլը սաղ վերցնել տանեն ստե պիտի սենց ուղիղացնեն շիբին լցնեն ուղիղացնեն որ մեր մեքենան կարանա կայնի ու զայդ կանենք ավտոն ստե այս է սիրուն Փոխվելի կամաց Կարելի ասել, որ այսօրն էլ էր մեր համար մեծ փորձություն Տղեկը միջև իրիգուն աշխատում են, որ դնեն լուսամուտները և դուրը Լուսամուտներից հետո արդեն տղեկը շատ հոգնել են և դռները չէին կարա բարձնեն Դրա համար լավ որ մենք ընդեղ ենք և Ստյոպան օգնեց Մեկ էլ ուզում եմ հիշեցնել, որ էսի ձմեռ է և մեզ շատ ցուրտ է և մենք միացրել ենք դույչիկ, բայց ինքը մեզի չէր տաքացնում Երբ մենք վերջապես փակեցինք լուսամուտները դռները, արդեն սկսվեց, այդքան քամի չկար արդեն, մենք կարայինք հանգիստ գտնվենք տունը ու չմրսեինք Գալիս եմ, ոյ, կամի եմ ամաչան Մենք հետան հարճանքով Ոյ, ես կովից Ուխ Да Опа О знаешь, здорово, Вас, ведь это суржи. Բա Слушай, Ստյոպայի հետ մենք որոշեցինք մի քիչ կարգի բերենք տունը, ես ալվեցի մաքրեցի, Ստյոպան մի քիչ ծակերը փակեց, հետո ոնց մեզի խոսք տվեցին, եկան մեր աղբը տանելու եւ շիբին փռան։ Մեն նոր տարվա նվերն է։ Բանը նման ասես, ջի, սենց անում։ Там ինչ ենք մենք ստացել, ուրեմն մեզ եկել են դռները, 400 դուր, երեխքի սենյակին, տղեկի սենյակին, Էմայի, մամայի, բաղնիքի և իմ ու Ստյոպայի սենյակին, հետո մենք մեկ էլ ստացել ենք պլիտկեքը, հա, պլիտկեքը, այսպեսի պլիտկեք են, սենց մուկ սերը են գունյա, շատ հավեսնում, հələ Գետինը շատ սիրուն կերևա տաքսի ես եմ Սո մենք էլ արդեն ստուրջ ենք խմում ստե սեղան ենք փրե մեր համար տեղավորվել ենք մեկ էլ ինչ եմ ես բաց թողել մենք դուրսը զիբիլ ունենք այս զիբիլը սաղ հավաքրտել ենք արդեն իրիկունը կամրազ եկել է տարելա լծրել ենք շիբին այս սենց լավ բարձր է Սենց ու տենց գնում է միջև հայաթի սկիզբը, որ ավտոն կարանա մտնի մեզ։ Օրո, էսի բանն է, ոնց է էլեկտրիկան է, որ պետք է քաշեն։ Էսի սաղ դրա համար է, բա էսի չես կարոպկի մեջ։ Զարյատքի կարոպկին է, ավտոները, որ զարյատկա անենք դուրսը, Էսի սաղ պրավոտկեն պետք է քաշվի սենյակներում, լուսերն են, ոչմ լիքը գործ է սպասվում, ինչ է եզում ասի, հա, մենք ուզում ենք մի ամուսում սաղ վերջացնենք, բայց մարդիկ մեր վանցը ծախում են, ասում են, տնանք, թե ոզ դե դուք կվերջացնենք մի ամուսում։ Մենք ես կարծում եմ, որ մոտ ամինչ կստացվի, մենք շուշտ ենք ամինչ անում, տք շտոմ, եթե աշխատողները չանեն, մենք մենակ ներես կկանենք։ Չէ, սկաչատ եմ առարդան։
Քանի որ մեր դեմները նոր տարի էր, մենք տեսախցիկը դրեցինք եւ գնացինք ծնողների մոտ նոր տարին նշել։ Այդ տեսանյութը կարելի է վերջացնել, էսի կլինի առաջին մասը։ Մի քիչ կհանգստանանք եւ նոր ուժերով կսկսենք մեր գործերը մեր տան մեջ։ Այսօր այսքանը, շնորհակալություն բոլորին, չմոռանաք բաժանորդագրվեք, մնացեք իմ հետ եւ մյուս տեսանյութը ես հույսով եմ, որ շուտով կտեղադրեմ։ Բոլորին ցտեսություն։ Че, հիմա մի բացի, բռնի պրոստը, ռաստիպնուտա, հա? Սպասեք, պահեք, հիմա վերեք պահեք ու սեղմեք բացեք։ Դավիթ շպրտի, հավաքի։ Դավիթը վсё ушացավ ուժը։ Ոչինչ, հավասար կբաժանեք։ Հենա մետը։ Վաու, կլաս երեխեք, ես լավ ձեր պապիր։ Վաու, շատ լավ մեր ձեր պապիր։